Ստամբուլ, աշխարհի պերճ ու շքեղ քաղաքներից մեկը։ Մեր հոգելույս պատրիարքների, Կոմիտասի աղոթքներն առաստված նշխար բաժանող հայերի պոլիսը, անանց հիշատակներով։ Միլիոն մեր հայրենակիցների աշխարհասփյուռ բեկորները հայրենի ձգողական դաշտում պահող, թատրոնական, երաժշտական, գրական վիթխարի ժառանգությամբ առանձնացող, վերջապես Սրբուհի Տյուսաբի պոլիսը։ Ինձ համար առանձնակի հաճույք է խոսել մի կնոջ մասին, որով հպարտանում եմ։ Հպարտանում եմ, որովհետև նա մեր առաջին վիպասանն է եղել։ Սրբուհի Տյուսաբը իրոք հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է։ Նրա մեղմ, գեղեցիկ, հաճելի, մարդկային կերպարը շատ բան է մեզ ասում, բարձրաշխարհիկ կերպարը շատ բան է մեզ ասում։ Նա ապրելով բեյի, փաշայի ընտանիքում, ամուսնանալով Տյուսաբի հետ, իհարկե իրականում լավ կյանք է ունեցել, սակայն նա դրան զուգահեռ կարողացել է հասկանալ կյանքը, մարդկային հարաբերությունները, հայ իրականությունը եւ ներկայացնել, շարունակել մնալ հայ կին, հայ մայր, նրա ճամփորդությունները Փարիզ, Պլովդիվ, Պոլիս, իրենց մեծ նշանակություն են ունեցել նաև նրա ստեղծագործությունների, կերպարների աշխարհընկալման վրա։ Իհարկե ցավալի է, որ նա շուտ հեռացավ կյանքից, 60 տարին ստեղծագործող կնոջ համար կարծես թե ամենահասուն եւ կարևոր տարիներն էին, բայց նա հեռացավ թողնելով այնպիսի մի ժառանգություն, որով մենք այսօր հպարտանում ենք։ Տյուսաբը նաև իր մայրենի լեզվի խորացման, ուսումնասիրման հարցում մեծ սեր եւ առանձնակի զգացմունքներ տածեց Մկրտիչ Բեշիկթաշլյանի նկատմամբ, որը իր ուսուցիչն էր եւ նրանց շատ մեծ բան սովորեց եւ այսօր մենք ուրախ ենք, որ կարող ենք ասել, որ 1880-ական թվականներին մենք արդեն ունեինք վիպասան կին եւ կին, որը նաեւ զբաղվում էր կանանց իրավունքներով։ Նրա մայրը հիմնելով Որփախնամ Տիկնանց միությունը եւս մեկ անգամ փաստորեն արմատից մոր կողմից էր նաև գալիս կանանց նկատմամբ նրա վերաբերմունքը եւ այո մայրը որպես կենթանի օրինակ նրան դաստիարակում էր նաև զբաղվել կանանց իրավունքներով եւ դա ժամանակի համար շատ առաջադեմ էր։ Սրբուհի Տյուսաբին որոնելիս խորհում եմ, թե մարդու միտքը, հոգին, խոսքը ինչ կշռույթներով պետք է սավառնի ժամանակների մեջ եւ առհասարակ ինչ չափումներով կարելի է գնահատել ազնվազարմ հայ կնոջ վարքը, ով ինքնակամ հայտնվեց ժամանակի տաբուների հորձանուտում։ Երբ հայտնի է, որ Սրբուհի Տյուսաբը կարող էր աշխարհի ցավին, դավին անտեղյակ վայելել սալոնային իր կյանքը, սակայն Մաթեոս Մամուրյանի խոսքով նա ձեռքը դրեց ազգային ծանր ցավի վերքի վրա եւ Թուրքիո հայ հասարակության համապատկերին առանձնացավ դերևս պարմանուհի Սրբուհի Վահանյանը։ Հասարակական կյանքի զարգացման ընթացքի պատմությունը ցույց է տալիս, որ առաջադեմ գաղափարները միշտ էլ դժվարությամբ են ընդունվում ժամանակակիցների կողմից։ Սրբուհի Տյուսաբն էլ իր հրապարակախոսական հոդվածներով, իր ազնիվ եւ համարձակ կեցվածքով մի յուրօրինակ բացառություն էր 60-80-ական թվականների հայ իրականության մեջ։ Արդեն 60-ական թվականների կեսերին, 63-65 թվականներին, երբ որ Գրիգոր Չիլինգիրյանը մի հոդված էր տպագրել Զմյուրնիայի ժանների պարահանդեսի մասին,
եւ որի պատճառով արժանացել էր հալածանքի ընդհուպ մինչև բանտարկության, Սրբուհի Վահանյանը հանդես եկավ նրա իրավունքների պաշտպանությամբ։ Այս մասին հետաքրքիր տեղեկություններ է մեզ հաղորդել Մաթեոս Մամուրյանը, որ ժամանակակից եւ ականատես էր, անձամբ լսել է Սրբուհի Տյուսաբի կրակոտ ելույթները Չիլինգիրյանի իրավունքների պաշտպանության հարցում եւ քաջալերել է նրան, մինչև անգամ խոստովանել, թե գետնե գետին անցա եւ հպարտացա, որ գեղանի հայ օրիորդը այսչափ առաջադեմ գաղափարներ կտարածե եւ միևնույն ժամանակ կամչնայի, կամաչեի, որ ահա այդ աղջնակը նաեւ մեզի կանանց իրավունքների պաշտպանության դասեր կուտա։ Դա մոտավորապես բառացի է հիշողությամբ Մաթեոս Մամուրյանի խոսքի մոտավոր հիշողությունն է, բայց էությունը հիմնականն է, նույնն է, ինչ որ ասել է այդ կարևոր եւ նշանավոր մտավորականը։ Արդեն Սրբուհի Տյուսաբը 60-ական թվականների կեսերից հանդես էր գալիս հասարակական տարբեր միջոցառումներում, մանավանդ որ մայրը Նազլը Վահանը արդեն հիմնադրել էր աղքատախնամ Տիկնանց ընկերությունը եւ դուստրը Սրբուհին դառնում է նրա օգնականը, այսինքն վաղ տարիքից նա ներգրավվում է հասարակական հանրային գործունեության մեջ։ Հունարենին, ֆրանսերենին, եվրոպական գրականությանը տիրապետող Նազլը Վահանը բացառիկ մի հայագետ էր եւ ըստ Օրմանյանի նա կարող էր եւ կլիներ իբրև ընտիր ոգ հայկաբան դասախոս յուր սիրասնունդ թորնիկյաց ոսկեղեն դարուն լեզվային գանձուց գեղեցկությունները հաղորդել եւ գաղտնիքները բացատրել։ Հիշատակենք նաև, որ Նազլը Վահանի ջանքերով է հիմնադրվել Միջագյուղի Սուրբ Հռիփսիմյանց նշանավոր վարժարանը, աղքատախնամ Տիկնանց ընկերությունը, որը մեծ օգնություն է ցույց տվել նաև Գալֆայան որբանոցին, Նարեկյան եւ Համազգյաց վարժարաններին։ Բնականաբար Սրբուհի Տյուսաբը պետք է մեծանար մոր բարոյական ազդեցության ներքո։ Մայրս եւ ես մենք երկուքնիս աշխարհ մի կկազմեինք իրարու համար։ Խոստովանում է ապագա վիպասանուհին ավելացնելով, որ իրեն շատ են քաջալերել մոր զարգացած ու լուրջ գաղափարները։ Սրբուհի Տյուսաբը անկասկած արժանավոր մոր Նազլը Վահանի արժանավոր ժառանգորդն էր։ Ժամանակի երևելի Տիկնանց դասում անշուշտ ինքնօրինակ էր Սրբուհի Տյուսաբը։ Նրա անվան կողքին հասարակությունը դրոշմել էր ազգասեր պատվարժան խոսքը։ Սակայն Սրբուհի Տյուսաբը համեստափայլ այս տիկինը ընդամենը հակադարձում էր. Ես մի հայուհի եմ, ով փոքր-ինչ կաշխատի իր ազգին համար, ինչպես բոլոր հայուհիները։ Եվ հետագա ստեղծագործական կյանքը պետք է ապացուցեր, որ նրա գլխավոր հոգսը եւ ստեղծագործությունների առանցքը պետք է լիներ հայուհիների կախյալ նսեմացված վիճակը, որին էլ նվիրվեց, եւ նրա գաղափարները հասարակությունը ընդունեց ընդվուզումով։ Հետագայում իհարկե նա դառնում է դպրոցասեր Տիկնանց ընկերության ատենապետը եւ օգտակար մեծ գործունեություն է ծավալում հայ կանանց շրջանում, կանանց ազատագրման գաղափարները տարածելով եւ կանանց իրավունքները պաշտպանելով։ Սրբուհու կյանքում տեղի է ունենում շրջադարձային մի դեպք, երբ որ նա բարեկամներից մեկի տանը ծանոթանում է արդեն համբավավոր բանաստեղծ Մկրտիչ Պեշիկ Թաշլյանին։ 1863 թվականից սկսված այդ բարեկամությունը ունենում է շատ դրական եւ ցանկալի արդյունք։ Խնդիրն այն է, որ համբավավոր բանաստեղծը արևմտահայ մշակութային կյանքում վճռական դեր խաղացած հզոր անհատականությունը, որ Մկրտիչ Պեշիկ Թաշլյանն էր, որ դեռևս 50-ական թվականներից
Պոլսում հիմնադրել էր թատերական ընկերությունը, որ հետո դարձավ թատրոն Օսմանիե, եւ ինքն է կազմակերպել առաջին դերասանական խմբերը, ինքն է հայտնաբերել առաջին դերասանուհիներին, Փափազյան քույրերին եւ համագործակցել է դերասանապետ Հակոբ Վարդովյանի հետ, որ հայտնի է Պարոնյանի մեծապատի մուրացկաններ վեպից, մի արտահայտության շնորհիվ։ Նույն Մկրտիչ Պեշիկ Թաշլյանն է Գաբրիել Երանյանի հետ միասին հիմնել նաև երաժշտական ընկերությունը եւ բանաստեղծ էր ու թատերագիր, մանկավարժ էր եւ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանն ավարտելուց հետո այ Պոլսի մեծահարուստ հայ տներում զբաղվում էր ուսուցչությամբ, օտարախոս հայ երեխաներին հայեցի կրթություն եւ դասիրակություն հաղորդելով։ Ով գիտե, գուցե ժամանակի հայ բարձր հասարակության զավակների նման սրբիհի դյուսաբն էլ մնար օտարասիրտ, եթե իսկապես չհանդիպեր Մկրտիչ Պեշիկ Թաշլյանին։ Համբավավոր բանաստեղծը արթնացրեց պարմանուհու նիրհած ազգային զգացմունքները, սեր դեպի հայ գրականությունը, պատմությունը, բացահայտեց գրաբարի պերջությունը։ Հայտնի է նաև իր աշակերտուհի Սրփուհի Վահանյանով սքանչացած Մկրտիչ Պեշիկ Թաշլյանի խոսքը։ Սրփուհին օժտված է զարմանալի ուշիմությամբ եւ քերթողասեր ախորժանոք։ Եվ գուցե հենց այս պատճառով էր, որ համբավավոր բանաստեղծը ոգևորեց Սրփուհի Վահանյանի գրական առաջին քայլերը։ Մայրենի լեզուն ծաղրող օտարախոս հայուհին, հայ օրիորդը Պեշիկ Թաշլյանի դասատվության ազդեցությամբ այնքան էր խորացել հայերենի մեջ, որ հրաշալիորեն տիրապետում էր գրաբարին, տիրապետում էր ժամանակակից աշխարհաբարին եւ արդի գրական արևմտահայ աշխարհաբարի մասին մի գիրք էր հրատարակել, որի հասույթը տրամադրել էր իր իսկ ղեկավարած բարեգործական տիկնանց ընկերությանը։ Եվ նույն ժամանակ նույն Պեշիկ Թաշլյանի ազդեցությամբ նա լավ հասկացել եւ ըմբռնել էր Մխիթարյան միաբանության հայրերի ստեղծած գրականությունը։ Հատկապես ոգևորված էր հայր Արսեն Բագրատունու, Հայկ Դյուցազնով, նրա գրական մյուս ստեղծագործություններով։ Այո, Սրփուհի Վահանյանը սքանչացած էր Արսեն Բագրատունու բանաստեղծական աշխարհով, չքնաղագյուտ էր համարում Բագրատունու Հայկ Դյուցազուն գործը։ Եվ հենց Մխիթարյանականի միջնորդությամբ էլ օրիորդը իր գարուն խորագրով բանաստեղծությունը զետեղեց բազմավեպ հանդեսում։ Պեշիկ Թաշլյանը իր մանկավարժական ամփոփ շնորհքը դրսևորել է նաև Սրփուհի Տյուսաբի պարագայում, այն ժամանակներում Վահանյան էր, ժամանակակիցների վկայությամբ նրանց միջև ծագում են մինչև իսկ փոխադարձ զգացմունքներ։ Համակրանքը վերածվում է սիրո բուռն զգացմունքի եւ դա երևում է ինչպես Մկրտիչ Պեշիկ Թաշլյանի որոշ բանաստեղծություններում, այնպես էլ Սրփուհի Տյուսաբի բանաստեղծություններում եւ նամակներում։ Նրանց միջև իսկապես ծագել է ուժեղ սեր եւ Մկրտիչ Պեշիկ Թաշլյանը քիչ տողեր չի նվիրել Սրփուհի Տյուսաբին իր սիրերքերում։ Նա ուներ շատ աշակերտներ, սակայն ուրիշ էր Պեշիկ Թաշլյանի համար Սրփուհի Տյուսաբը, ով զբոսանքի դուրս գալիս տված մազերն հովուն իծուպ, կթրջտի ընդքար ընդփուշ, դարեի դար, թուփե իթուփ։ Պետք է նկատենք, որ ժամանակին Սրփուհի Տյուսաբը իր հրապարակախոսական հոդվածներով կանանց ազատագրությանը նվիրված
իր կազմակերպած հանրային միջոցառումներով մի տեսակ դարձել էր հասարակության աչքի փուշը։ Մինչև անգամ շատ կարևոր մտավորականներ այդ ժամանակաշրջանի չէին հանդուրժում սրբուհու համարձակությունը եւ դատապարտում մեղադրում էին նրան եւ այնպիսի մտավորականներ, ինչպիսին Հանճարեղ Հակոբ Պարունյանն էր, հետագայում Գրիգոր Զոհրաբը, ամենայն դեպս նրանց վերաբերմունքը սրբուհի Տյուսաբի գործունեության եւ գրական ստեղծագործության նկատմամբ այնքան էլ բարեհաճ չէր։ Կտեսնեի, կցավեի, իսկ այսօր գրչով կբողոքեմ։ Ինչ փույթ դատաքննությունը, ես խղճիս ձայնին կհնազանդիմ, կկրկնեմ անիրավության եւ նախապաշարմանց թշնամին եմ։ Կինն ընկերության ողորմելի զոհն է։ Ուստի գլխիկոր ափիբերան կապրի կանցնի աշխարհես անձայն եւ անշշուկ։ Ուզեցի ճշմարտությունը հայտնել ախորժելի ձևի ներքև եւ այս եղավ գլխավոր գրգիրս վեպ մի գրելու։ Գրիչը ճշմարտության գործիքն լալու է, ինչ փույթ եթե հալածվի եւ դատապարտվի, ճշմարտությունը վսեմ նահատակություն մի չէ արդյոք։ Եվ խիզախ հայուհին, ով լայն հայացքով էր նայում աշխարհին, գրեց իր առաջին ռոմանտիկ եւ հուզական վեպը Մայտան, գրական մի կոթող, որը համարձակ ու տպավորիչ լեզվով դարձավ հայ կանանց աղոթագիրքը, մնալով ժամանակի քննադատության թիրախում։ Օրինակ ասենք Պարոնյանը ծիծաղ ժողովածուում կամ ծիծաղ հանդեսում այտամ վերնագրով մի երգիծական գրություն էր տպագրել սրբուհի Տյուսաբի եւ նրա առաջին վեպի Մայտա կոչված վեպի մասին։ Առհասարակ իր ազգային ջոչեր դիմանկարներում էլ թեև համակրանքի որոշակի դրսևորումներով այնուամենայնիվ չի ընդունում սրբուհի Տյուսաբի երգի գեղարվեստականությունը եւ մատնացույց է անում նրա թերությունները։ Այդ վեպերը Պարոնյանն անվանում էր թեթևասա փետուրիմը արդյունք։ Այսինքն ուզում էր ակնարկել, որ ստեղծագործական տառապանք չի ապրել հեղինակը եւ թեթև հեշտ ու հանգիստ կառուցել է իր վեպերի սյուժեները, կերպարները, գործողությունների մեջ դրանց կամայական հանդես բերելը եւ անհրաժեշտության դեպքում նրանց թոքերի բորբոքումով հիվանդացնելն ու գործողությունից դուրս բերելը համարել է գեղարվեստական խոշոր պակասություն։ Սրբուհի Տյուսաբը խղճմտական քաջությամբ դիմադրում էր բոլոր հարվածներին եւ մեկ տարի անց նա հրատարակեց Սիրանույշ, իսկ այնուհետև Արաքսիական վարժուհին վեպերը, որոնք գաղափարական մի առանցք ունեին՝ կնոջ վիճակը եւ կնոջ դերը հասարակության մեջ։ Սրբուհի Տյուսաբի այս ազատությունը, ազատամտությունը, կանանց իրավունքները պաշտպանելու ճիգն ու ջանքը, որ նա գործադրում էր եւ իր հանրային գործունեությամբ եւ գեղարվեստական ստեղծագործությունների մեջ, ճիշտ չընկալվեց ժամանակակիցների կողմից եւ հաճախ էր նա արժանանում կշտաբանքների եւ քննադատության, մինչեւ անգամ հանդգնեցին նրան անվանել անբարոյականության պաշտպան։ Սա սխալ տեսակետ էր իհարկե, որովհետեւ ինչպես քիչ առաջ հիշեցինք, հասարակությունը առաջադեմ գաղափարները անմիջաբար չի ընդունում, չի ընկալում եւ դժվարությամբ են առաջադեմ գաղափարները ընկալելի, հասկանալի եւ ընդունելի դառնում հանրության համար։ Այդպես էր նաեւ սրբուհի Տյուսաբը։ Եվ պատկերացրեք, որ Տյուսաբը իր հարցադրումներով մեծ ազդեցություն է թողել ժամանակի արևմտահայ գրական կյանքի վրա։ Մինչև անգամ կանանց էմանսիպացիայի, այսինքն կանանց ազատագրման խնդիրը, որ արտացված էր սրբուհի Տյուսաբի 3 վեպերում էլ, դրանք իհարկե իրենց գեղարվեստական որակով տարբեր են, թերևս առավել հաջողված է գեղարվեստորեն հենց Սիրանույշ վեպը, այստեղ է
այս վեպում առավել եւս քան մյուս վեպերում Սրբուհի Ճուսաբը առաջադրում է կանանց ինքնուրույնության աշխատանք ունենալու, աշխատանքով հասարակությանը օգտակար լինելու խնդիրը, որ իսկապես առաջադիմական երևույթ էր 80-ական թվականների արևմտահայ իրականության մեջ։ Գրականագետ Սամվել Մուրադյանը անդրադարձավ Սրբուհի Ճուսաբի ինչու ոչ իր ժամանակի հեղափոխաշունչ գրականության ընթացքին ու թողած ազդեցությանը, հատկապես առանձնացրեց Երվանդ Օտյանի գրական ժառանգությունը։ Եվ պատկերացրեք, որ երբ որ Երվանդ Օտյանը գրում էր Ընկեր Փանջունի վեպը, Ընկեր Փանջունու Ծապլվարյան նամականին որոշակի ներշնչում կամ ազդեցություն է ստացել անպայմանորեն Սրբուհի Ճուսաբի վեպերից։ Կանանց ազատության եւ իրավունքի քարոզները բնականաբար պիտի Օտյանը վերցրած լիներ Սրբուհի Ճուսաբի վեպերի ընթերցանության տպավորությամբ։ Ըստ Սամվել Մուրադյանի հետաքրքիր են Սրբուհի Ճուսաբի եւ կենսագրական մանրամասները եւ հատկապես այն միջավայրը, որի մեջ ստեղծագործում էր գրողն ու հրապարակախոսական ջիղով օժտված հայուհին։ Դեպքեր են հիշում, որ Սրբուհի Ճուսաբը ֆրանսերենով դասախոսություն, բանախոսություն է կարդացել հունական համայնքի համար Պոլսո մեջ եւ այդ բանախոսության ընթացքում նա չի հիշել հայ մշակութային նշանավոր գործիչներին, թեև շատ լավ գիտեր եւ մեր մշակույթը եւ հայոց պատմությունը, բայց չի օգտագործել ոչ Հայաստան բառը, ոչ էլ անգամ իր սիրած հեղինակներից մեկի Խաչատուր Աբովյանի անունը։ Այս առիթով նա արժանացել է կշտամբանքների։ Պատճառը շատ պարզ էր։ Համիդյան բռնատիրությունը հայ մարդկանց հատկապես դրել էր անհարմար վիճակի մեջ։ Ճիշտ այն իրավիճակն էր, երբ որին Դանիել Վարուժանն անվանում էր սուլտանական բռնության թաթի տակ կքած սերունդներ, որովհետև Համիդը արգելել էր շատ բարերի գործածություն Հայաստան, Մակեդոնիա, Լուսին, որում այս բարերը արգելված էին, եթե Հայաստանը եւ Մակեդոնիան զուտ քաղաքական դրդապատճառներով, որովհետև անվանումները արգելելով կարծեք թե Համիդյան իրականությունը ժխտում էր այդ երկրաբասերի իրական անվան գոյությունը։ Այսինքն Հայաստան չկա, չի եղել, Մակեդոնիա չկա, չի եղել, բայց ինչու Լուսին անուն է, որովհետև Թուրքիայի դրոշի վրա Լուսին կա պատկերված։ Չէր կարելի գործածել Օգոստոս անունը, որովհետև այդ ամսին էր ծնվել Արյուդարբու սուլթան Համիդը։ Չէր կարելի գործածել H2O ջրի բանաձևը, ջրի ֆորմուլան, քիմիական բանաձևը, որովհետև դրանից կհասկացվեր, որ Համիդ երկրորդը 0 է։ Եվ մանավանդ որ Սրբուհի Ճուսաբը վարժարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել էր նաև եղբոր Հրանտի աջակցությամբ, իսկ Հրանտը ժամանակի շատ նշանավոր մտավորական գործիչներից մեկն էր, քիմիագետ, բնագիտական գիտելիքներ էր հաղորդել Սրբուհուն, քրոջը, նաև սովորեցրել էր հայոց պատմություն, բայց այս ամենով հանդերձ Սրբուհի Ճուսաբը ստեղծել էր վեպեր եւ վեպերի մեջ արծարծում էր նույն հարցերը, ինչ որ արծարծում էր իր հրապարակախոսական հոդվածներում։ Սրբուհի Ճուսաբը 1870 թվականին ամուսնացավ մի ֆրանսիացի երաժշտի հետ, որ Պոլսի արքունական երաժշտախմբի ղեկավարն էր եւ ընդունեց ամուսնու Ճուսաբ ազգանունը։ Հետաքրքիր է, որ ամուսինն էլ կիրթ մտավորական լինելով այդ ֆրանսիացի երաժիշտը ամենևին չի խանգարել իր տիկնոջը իր հասարակական գործունեության մեջ։ Նույնիսկ
1870-ական թվականների սկզբներին, երբ որ Սրբուհին մայրացել էր արդեն ու տնից դուրս գալու հնարավորություն գրեթե չէր ունենում, իր տունը դարձրել էր մի յուրատեսակ սալոն, որտեղ հավաքվում էին հայ մտավորականները եւ քննարկում էին ժամանակի հայությանը եւ առհասարակ մարդկությանը հուզող կարևոր հասարակական խնդիրներ եւ մանավանդ կանանց ազատագրության խնդիրները։ Ինքը Սրբուհի Տյուսաբը գոհունակություն է հայտնել ամուսնու վերաբերմունքից։ Բարձրաշխարհիկ տիկինը շնորհակալ էր հատկապես այն բանի համար, որ իր ապրած տունը դարձել էր ժամանակի մտավորականության հավաքատեղին եւ միաժամանակ սիրագորով մայրը կարողանում էր լիովին զբաղվել զավակների դաստիարակությամբ։ Մանավանդ դստեր Դորիի, ով ի վերուստ երաժշտական անժխտելի շնորհով էր օժտված։ Մինչև անգամ երբ որ իր հետ միասին կյանքի վերջում Փարիզ է տանում Դորիին, այդ ժամանակ Փարիզում նրան ծանոթացնում է հանրահայտ Շարլ Գունոյի հետ, որը ճանաչելով երեխայի ընդունակությունները փայլուն ապագա է կանխատեսում Տյուսաբի դստեր համար, սակայն թոքախտից 19 տարեկան հասակում մեռնում է Դորին, Սրբուհուն մորը պատճառելով անսահման վիշտ։ Դստեր մահից հետո փշրվեց Սրբուհի Տյուսաբը, հզոր կամքի տեր կինը։ Եվ շատ հատկանշական է Սիպիլի խոսքը, որ մայրը կնոջմեն ու գրագիտեն ավելի զորեղ եղավ։ Իսկապես կյանքը կորցրեց իր իմաստը Սրբուհի Տյուսաբի համար եւ նրա վերջին գրական գործը Որթեկորույս քերթողմը արձակ բանաստեղծությունը եղավ, որը իր բեմական կյանքի 25-ամյակի օրը կարդաց Պետրոս Ադամյանը։ Սա բառացիորեն վերջն էր։ Դրանից հետո Սրբուհի Տյուսաբը այրեց իր արխիվը, պարզապես մեկուսացավ հասարակությունից։ Եվ ընդամենը մի քանի տարի ստեղծագործած հայուհին մնաց ու առ այսօր էլ պահպանում է իր անունը հայ գրական անդաստանում։ Ավելին ունեցավ իր հետնորդները Սիպիլ, Անայիս, Զապել Եսայան, իր կիսադեմքերը քողին ետևեն էսսեների շարքում Սիպիլը լավագույնս է գնահատել Տյուսաբի դերն ու նշանակությունը հայ գրականության մեջ եւ հասարակական կյանքում։ Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը եւ զգացողներուն ծայրահեղությունն է։ Ինքը հանդուգն մի ֆեմինիստ է իր երկերի մեջ։ Գեղձիքը արհամարող մեկն էր, որոնց առջևեն զարհուրած ետ պիտի փախչեր մեր պչրասեր կիներուն ծփծփուն առաքինությունը։ Նրա վեպերով ոգևորված էին բոլորը, լսելով, որ գրական ասպարեզին թեկնածու մնեմ, ինձ նախազգուշացուց ըսելով, որ այդ ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ունի, քան դափնիներ, գրում է Զապել Եսայանը իր Սիլիհտարի պարտեզները հուշագրության մեջ։ Հաղթահարելու համար այդ բոլորը պետք է միջակությունեն վեր ըլլալ։ Էրիկ Մարդ գրագետը ազատ է միջակ ըլլալ, բայց ոչ կին գրագետը։ Սա Սրբուհի Տյուսաբի կարգախոսներից մեկն էր։ Երբ լինենք Շիշլիի լատինաց գերեզմանատանը, փնտրենք այն համեստ հուշարձանը, որը կանգնեցված է Սրբուհի Տյուսաբի շիրմին եւ կարդանք ֆրանսերեն տապանագիրը։ Պետք է ես ասեմ, որ ես իմ հարգանքի турքը մատուցել եմ Սրբուհի Տյուսաբին, որովհետեւ Շիշլիի գերեզմանատանը Պուլսում ես ծաղիկներ եմ դրել նրա շիրմաքարին, խոնարհվել նրա հիշատակի առաջ եւ հիշում եմ նաեւ բառեր, որոնք գրված էին նրա տապանակարին, հրաշալի մորն ու կնոջը
որն ուներ սրտի բոլոր առաքելությունները եւ մտքի բոլոր շնորհները հարգանք եւ ափսոսանք։ Սա մեծագույն բնութագիրն է Սրբուհի Դուսապի հիշատակին։ Անցել են տասնամյակներ, 1.5 դարից ավելի ժամանակ է անցել, 170-180 տարի է անցել Սրբուհի Դուսապի ժամանակներից, բայց նրա հետքը անջնջելի է մեր գրականության մեջ, մեր հասարակական մտքի զարգացման պատմության մեջ եւ նրա կերպավորած գեղարվեստական կերպարները այսօր էլ կենթանի են, այսօր էլ հուզիչ են իրենց մարդկային ճակատագրով եւ իրենց գեղարվեստական բարձրարվեստ մարմնավորումներով։ Այսպես ապրեց իր ժամանակը եւ կյանքը անհանգիստ դարձրած երևելի հայուհին։ Ամիրայական ընտանիքի շարավիղը դեռ այն գլխից երկրի ընտանիքի ապագան մայրերի ափի մեջ տեսանող ամբոստ ու խոնար ազգասեր Սրբուհի Վահանյանը, արևելից Ժորժ Սանդը, հայ առաջին վիպասանուհին Սրբուհի Դուսապ։